Իրանն ու Իսրայելը հանգստյան օրերին շարունակել են հրթիռային հարձակումները միմյանց տարածքներում։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական 4 բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74-ը հոսպիտալացվել է։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի 20 հարկանի բնակելի շենքի, վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1500-ը վիրավորվել է։ Նիդերլանդներում տասնյակ հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքվել իշխանությանը կոչ անելով ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Գազայում տեղի ունեցող ցեղասպանության հարցում։ Ավելի քան 20 ամիս տևած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 55,300 պաղեստինցի։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է պատվո լեգիոնի շքանշանից անցյալ տարի կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո։ Սարկոզին ներկայումս դատվում է երրորդ գործով, այն է Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ կոռուպցիոն պայմանագրի շրջանակներում քարոզարշավի համար տասնյակ միլիոնավոր եվրոներ հափշտակելու համար։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը երկում է իրեն առաջադրված մեղադրանքները։